Արգաժան փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանը ներկայացնում հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծով ըստ էության երկու հարկատեսակի ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի մասով փաստավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման եւ հարկերի հաշվարկման ու վճարման հետ կապված գործնականում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրներն են կարգավորում, որի երկու մեծ նպատակ է հետապնդում։ Առաջինը բիզնեսի կյանքի հեշտացումը եւ բիզնես միջավայրի լավացումը, մյուսը վարչահարության դեպքում հնարավոր վեճերից խուսափումը։ Նշեմ, որ այս խնդիրների գույքագրումը մենք արել ենք անցած ամբողջ տարվա ընթացքում հարկային նոր հայեցակարգի մշակմանը զուգահեռ եւ ունեցել ենք 3 խումբ, կարելի ասել, մոտեցումներ, առաջինը մեր վարչահարությունից բխող խնդիրների գույքագրումներ, մյուսը ոլորտային հանդիպումների արդյունքում գույքագրումներ եւ երրորդը մեր հանրային խորհրդի քննարկումների արդյունքում գույքագրումներ եւ սրանով մենք կարելի ասել ավելացված արժեքի հարկի հաշվարկման էական հարցերը հիմնականում լուծում ենք, շահութահարկի մի մասն ենք լուծում, մյուս ավելի հայեցակարգային ու խոշոր հարցերը լուծելու ենք հարկային նոր հայեցակարգից բխող բարեփոխումների շրջանակներում ֆինանսների նախարարության հետ համատեղ։ Հիմա անդրադառնամ ամենաէական փոփոխություններին, նախ ավելացված արժեքի հարկի մասով, առաջինը, որը վերաբերում է մեր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ապրանքների վերադարձի մասով կարգավորումներն են։ Մասնավորապես առաջարկում ենք կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը, ինչ է դա նշանակում, ներկայումս ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, այսինքն միայն օրինակ հանրային սննդի կամ սննդի ապրանքների հետ կապված է դա, եւ մենք հնարավորություն ենք հարկային օրենսգրքում ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա։ Մյուսը կանոնակարգում ենք հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով, մասնավորապես ՀԴՄ կտրոններով, ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը, մասնավորապես ներկայումս ճշգրտելու հաշվետու ժամանակաշրջանը արտացոլվում է միայն հարկային հաշիվներով նվազեցնելու դեպքում եւ մենք ինչ ենք անում ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ որ վերադարձ է տեղի ունենում ներկայումս, հարկ վճարող ստիպված է գնալ հետ համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով, այս կարգավորումով հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն վերադարձը դարձնում են գործարքի առանձին տեսակ վաճառքից առանձին։ Մյուսը գյուղատնտեսության ոլորտի մեր սուբյեկտների վերաբերող փոփոխություններն են, մասնավորապես կան սուբյեկտներ, կան տնտեսվարողներ, որոնք իրականացնում են բացի գյուղատնտեսական գործունեությունից նաև այլ գործունեություն, եւ այսպիսի մի կարգավորում կար, որ եթե տարվա ընթացքում նույնիսկ մի փոքր գործունեություն զուգահեռ անելու դեպքում ստիպված են լինում տեղափոխվել ավելացած արժեքի հարկի վճարման տիրույթ, տվյալ տարվա հունվարի 1-ից սկսած։ Հիմա մենք տարանջատում ենք իրերից, այսինքն գյուղատնտեսության արտադրության մասը ավելացված արժեքի հարկի վճարման ենթակա չի լինում, իսկ մյուս մասը լինում է եւ շեմը պահպանվում է 115 միլիոն։ Մյուսը ավելացած արժեքի հարկով հարկման բազայի որոշման կանոնի եւ ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հետ կապված հարցերն են, մասնավորապես այդտեղ հիմնական փոփոխությունը հետեւյալն է. ԱԱՀ-ից ազատման արտոնություն են առաջարկում կիրառել նաև համայնքների նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով, ներկայումս ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը նվիրատվությունը եւ համայնքների դեպքում 0 դրամ է ավելացած արժեքի հարկը, որը կարգավորում ենք։ Մյուսը վերաբերում է մեր ոչ ռեզիդենտ սուբյեկտներին, մասնավորապես on-line ծառայություններ մատուցող սուբյեկտներին, օրինակ դա կարող է լինել Google-ը, Facebook-ը կամ նմանատիպ կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունները ներկայումս շրջարկ վճարողների եւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների հետ իրականացվող ԱԱՀ հարկվող գործարքների մասով իրենց պարտավորությունները ավելացված արժեքի հարկի մասով կատարում են բարդ ընթացակարգերով, մասնավորապես ամսական հաշվարկելու տրամաբանություն է դրած,
Բացի դա ֆիզիկական անձանց դեպքում այլ կարգավորում է էլեկտրոնային ծառայությունների մասով ֆիզիկական անձանց պարզեցված ընթացակարգ է գործում երամսյակային տրամաբանությամբ մեր EVAT կամ էլեկտրոնային ավելացած արժեքի հարկի համակարգով եւ մենք առաջարկում ենք միասնականացնել այս բոլոր կարգավորումները եւ երամսյակային տրամադրությամբ էլեկտրոնային հարթակով հնարավորություն տալ իրենց ավելացած արժեքի հարկի պարտավորությունները անել այդ համապատասխան ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Մյուսը վերաբերում է չեղարկվող հարկային հաշիվների կարգավորմանը, մասնավորապես ներկայումս հաշիվ ապրանքագրերում լինում են դեպքեր, որ սխալներ են տեղի ունենում եւ կարիք կա, որպեսզի հարկ վճարողը դրանք ճշգրտի, իսկ ճշգրտման ճանապարհը ներկայումս չեղարկումն է եւ մենք հիմա ինչ ենք առաջարկում, այդ չեղարկումը երբ որ լինում է նոր հաշիվը դուրս է գրվում տվյալ ամսում, մենք հիմա ասում ենք, որ կարող է գործարքի համապատասխան ամսում է ճշգրտումը անել, դա հնարավորություն է տալիս խուսափել համապատասխան տույժերի հաշվարկից եւ իօգուտ բիզնեսի է։ Մյուսը ԵԱՏՄ ապրանքների ներմուծումների մասին է խոսք գնում։ Մի իրավիճակ է ստեղծվել պատմության ընթացքում, որ ենթակցիզային ապրանք դրոշմարման ենթակցիզային ապրանքների համար ակցիզային հարկի գումարները մինչև սահմանը հատելն են ներկայումս վճարվում կամ սահմանին մենք հիմա ասում ենք, որ ընդհանուր կարգով ցանկացած սուբյեկտ նման ապրանք ներմուծող կարող է հանգիստ անցնել սահմանը, գալ իր գործունեությունը ծավալել եւ հաջորդ ամսվա միջև 20-ը իր հարկային հաշվետվությունը ներկայացնել, համապատասխան հարկերը վճարել։ Եվ շահութարկի մասով մի քանի կարևոր դրույթ թույլ տվեք անդրադառնամ, մասնավորապես մեկը վերանայվում են արտաժույթով արտահայտված գործարքների հաշվառման մասով կարգավորումները, ինչպես նաև սահմանում են կարգավորումները արտաժույթով արտահայտված որոշ գործարքների հաշվառման մասով, մասնավորապես սահմանվում են մատակարարումների եւ ձեռքբերումների արտաժույթով արտահայտված գործարքների դեպքում հարկման բազաների, եկամուտների եւ ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք է ընդունվում փաստացի գործարքի կատարման նորմա Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրապարակված միջին փոխարժեքը։ Մյուս կարգավորումը վերաբերում է արևային էներգետիկայի ոլորտին, մասնավորապես ինքնավար էներգաարտադրողներին, խոսքը մինչև 150 կՎտ էներգիա արտադրելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքների մասին է եւ ներկայումս ինչ է տեղի ունենում նախ այն էներգիայի ավելցուկի մասով շահութարկ չի վճարվում, բայց մեր տարբեր սուբյեկտներին հնարավորություն չի տրվում, որպեսզի իրենք այդ ծախսերը նվազեցնեն շահութարկի հաշվարկներով եւ մենք այդ հնարավորությունը ընձեռում ենք, ինչը խթանելու է արևային էներգիայի տարածումը Հայաստանի Հանրապետությունում եւ վերջինը վերաբերում է հանրային սննդի կարևոր ոլորտներից մեկի կաթնամթերքի ոլորտին ներկայումս համախառն եկամտի մինչև 1%-ի չափով ենք թույլ տալի հարկային օրենսգրքով շահութարկի մասով ծախսեր ճանաչել խոսքը հատկապես կորուստների մասին է, որովհետև գիտենք, որ կաթնամթերքի ոլորտում կորուստներ կան եւ այստեղ երկու անգամ մեծացնում ենք այդ տոկոսը, դարձնելով 2%-ի սահմանաչափով, այսինքն մինչև 2%-ի համախառն եկամտի 2%-ը կարող է ծախսագրել համապատասխան սուբյեկտը։ Սա հիմնական կարգավորումներն են, նշեմ նաեւ, որ սրանց բոլորի մասով եւ թվային հարթակներ ունենք եւ թվային առաջիկա նախաձեռնություններ ունենք եւ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Իհարկե դուք պարզաբանեցիք, որ բոլոր փոփոխությունները հարկվճարողների համար հարկային հաշվառումը ավելի պարզեցնելու եւ հնարավոր սխալներից խուսափելու նպատակ ունեն։ Այս տեսանկյունից կարևոր է, որ մենք պարզաբանենք նաեւ, թե որ չափով ենք պետական եկամուտների կողմից կառավարվող հարթակները զարգացնում այն ուղղությամբ, որ բոլոր այս փոփոխությունները ինքնաշխատ եղանակով արտացոլվեն նաև հարկվճարողների հարկային հաշվետվություններում։ Որովհետև դուք բազմաթիվ օրինակներ եք բերում, թե գործարքը որ հաշվետու ժամանակաշրջանում պետք է արտացոլվի, հարկը որ ժամանակահատվածում պետք է ավելանա կամ պակասի, եւ եթե այս ամենը փոխկապված լինեն, դուք պետական եկամուտների կոմիտեում նաև վերջին տարիների ընթացքում շարունակում եք զարգացնել նախալրացումը
հարկատեսակներին վերաբերող հաշվարկների որպես այնպիսի թվային գործիք, որ պարզեցնում է հարկվճարողների աշխատանքը, եթե այդ երկու հարցերը փոխկապակցված դիտարկենք, ապա եթե մենք զուգահեռ ենք տանում նաև այդ նախալրացման եւ հարկային հաշվարկները ինքնաշխատ եղանակով գեներացնելու process-ը, դա էապես կրճատում է հարկվճարողի անելիքը։ Հարցը այն է, թե մենք այս երկու օրենսդրական նախաձեռնություններով, որովհետև մեկը հաստատեցինք չզեկուցող ընդհանցակարգով, մյուսը զեկուցող հարցն է, մի շարք կարևոր հարցերի ենք անդրադառնում։ Դուք նախատեսում եք նաև օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո այնպիսի կարգավորումներ տալ, որ դրանք ոչ թե մարդու ձեռքով կատարվեն այդ ճշգրտումները, այլ դրանք բոլորը համապատասխան հարթակներում այնպիսի փոխգործելիություն ունենան տարբեր թվային հարթակների, որ հաշվարկը լրացվի ինքնաբերաբար։ Շնորհակալություն հարցի համար, պարոն վարչապետ, նախ նշեմ, որ այս փոփոխությունները, որոնք հնչեցեցի, այն վերջի 3-ը վերաբերում էին այն չզեկուցվող փաթեթին, շահութարկի մասներ, իհարկե էլի դրույթներ ունենք, սրանք հիմնականներն էին։ Բոլոր փոփոխությունների մեծ մասի համար մենք արդեն ունենք թվային հարթակները պատրաստ, այսինքն այս փոփոխությունները ավտոմատ հնարավոր կլինի մեր գործող թվային հարթակներում անել։ Կարելի ասել տենց մոտ 5%-ի 95%-ը ունենք։ Մի 5%-ը կարիք կա տեխնիկական փոփոխություններ անել համակարգում, որը շատ արագ կարճ ժամանակահատվածում դա կիրագործենք, բայց ամենակարևոր հարցը թերևս այդ նախալրացման դրա անբանությունն է։ 2025 թվականին մեր կարևոր բարեփոխումներից մեկը եղել է հենց դա, երբ որ կառավարությունում էլ քննարկեցինք եւ պայմանավորվեցինք, որ պետք է նախալրացման մեծ տեմպ հաղորդենք եւ ավելացված արժեքի հարկի մասով հիմա գործունեության բոլոր տեսակների համար հիմնականում առնվազն 95%-ը նախալրացվում է, պարոն Խաչատրյան, եւ այս փոփոխություններն էլ իրենց հերթին հնարավորություն կտան այդ տոկոսը էլի բարձրացնել եւ մեր խնդիրն լինելու ժամանակի ընթացքում ընդհանուր հասնել մինչեւ 100% նախալրացման։ Այսինքն այդ բարեփոխումը զուգահեռ գնացող բարեփոխում է, սա էլ կնպաստի այդ բարեփոխման ավելի տեմպ հաղորդելուն։ Ես խնդրում եմ, որ դուք հատուկ ուշադրություն դարձնեք այդ հարցին, որովհետև իհարկե մենք ձեզ այդ աշխատանքային քննարկումների ձևաչափով կարևորում ենք թվայնացման օրակարգում են անելիքները, որոնք վերաբերում են հատկապես բիզնեսի կողմից իրենց հաշվետվությունները թվային հարթակներում արտացոլելու հարցը եւ պարզեցնելու հարցը հարաբերությունների, բայց այդ 95%-ը պետք է ձգտի 100%-ի։ Եվ ոչ թե ժամանակի ընթացքում, այլ մենք պետք է ունենանք այնպիսի վերջնաժամկետ, գոնե մեր պլանավորման հորիզոնում, որ մի պահ կանգ առնենք, ասենք, որ հիմա ամբողջ հարկային հաշվետվությունը ինքնաշխատ եղանակով, ինքնալրացման եղանակով միջավայրում է ձևավորվում կամ եղանակով է ձևավորվում, եւ եթե 1% կա, որ մարդը պետքա ձեռքով աներ, ինչ որ մի պահի պետք է կարողանանք ասել, որ եթե այդ 1%-ում ինչ որ սխալ է տեղի ունեցել, դա չի դիտարկվելու որպես սխալ։ Այսինքն այդ եղանակով մենք միայն կկարողանանք հասնել 100% ինքնաշխատ եղանակով կամ թվային հարթակների փոխգործելիության եղանակով հաշվետվողականությանը, որովհետև հարկային հաշվառման ամենակարևոր հարցերից մեկը նա է, թե որքան պարզ ենք մենք սահմանում կարգավորումները կամ որքան քիչ ժամանակ է հարկվճարողը ծախսում իր հաշվետվությունները կազմելու վրա եւ քիչ թվով անորոշություններ են մնում։ Եթե մենք որոշակիացնում ենք կանոնները, սահմանում ենք հստակ պահանջներ, հիմա դուք դա եք անում ըստ էության, եւ ինտեգրում ենք թվային միջավայրում, էլ անելիք չի մնում հարկվճարողի համար։ Մնում է միայն վերջում հաստատել, որ ինչ որ ինքնաշխատ եղանակով նախալրացված եղել է, դա իր կողմից հասկացվել եւ հաստատվել է։ Ես առաջարկում եմ սա դիտարկել որպես անելիք հատկապես այս փաթեթների առնչությամբ, բայց նաեւ մտածել, թե մենք երբ է այն ամսաթիվը, որ պետք է ասենք, որ այլևս բոլոր հաշվետվությունները եւ հաշվարկները լրացվում են ինքնաշխատ, եւ եթե ինչ որ մի բան հնարավոր չի եղել ավտոմատացնել թվային միջավայրում, ապա դա սխալ չի համարվում, եթե նույնիսկ սխալով է տեղի ունեցել։ Խնդրեմ։ Արձագանք եմ, պարոն Խաչատրյան, կիսում ենք այդ մոտեցումները, հենց թիրախը դա է։ Պարզապես մի կարևոր հանգամանք էլ ավելացնեմ այս մեր թեմային, եթե նկատեցիք որոշ կարևոր դրույթներ, դրանք հարկային հաշվառումը հաշվապահական հաշվառմանը մոտեցնելու նպատակ էին հետապնդում, դա հատկապես մասնագետների համար ավելի ակնառու լինելու համար, եւ
այսինքն երկու քայլով պարզեցնել, թվայնացնել եւ մոտեցնել հաշվապահական հաշվառմանը, դա հնարավորություն կտա հասնել ձեր ասած այդ 1%-անոց սխալին, որն էլ իրականության մեջ ըստ էության սխալ չի։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Այլ հարցեր, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես ուզում եմ ասեմ, որ մենք քննարկում ենք իհարկե նաև դրա մասին հայտարարել ենք, որ հարկային օրենսգրքի կամ հարկային քաղաքականության փոփոխությունները ավելի հազվադեպ պետք է իրականացնենք այսուհետև կամ մի ամբողջական փաթեթով պետք է իրականացնենք եւ որպիսի հարց չառաջանա թե ինչի ենք հիմա այս հարցը քննարկում, չէ որ հոսել ենք նրա մասին, որ պետք է այդ ցիկլերը համահարթեցնենք։ Ուզեմ ասեմ, որ հիմա մենք այդ ընթացակարգերի ձևակերպման աշխատանքներով ենք զբաղված եւ առաջիկայում նաեւ դրա հայեցակարգը կներկայացնենք եւ ինձ թվում է արդեն 27 թվականի բյուջետային գործընթացի մեկնարկի ժամանակ այդ խնդիրները արդեն այդ ձևով կիրականացվեն։ Միևնույն ժամանակ ուզում ասեմ, որ այս փոփոխությունները իրենք միտված են մեր հարկվճարողների անպատասխանության ծախսերի կամ անգլերեն ասած compliance cost-ը նվազեցնելուն եւ կարծում եմ, որ այդ դեպքերում մենք պետք է այլ ընթացակարգեր նաեւ ունենանք, որ միանշանակ բարձրացնում է մեր կյանքը ցիկլից դուրս ինչ որ գործողություններ իրականացնելուն եւ սա լիարժեք համահունչ է այն հայցակարգին եւ այն քաղաքականություններին, որը մենք իրականացնում ենք, բայց այստեղ մի հարց կա, որ ուզում եմ պարոն Հակոբյանին նաեւ տալ, որտեվ իհարկե քննարկել ենք եւ համաձայն ենք այս փոփոխություններին, բայց արդյոք ունենք գնահատական, թե այս փոփոխությունների իրականացումը ինչպիսի ազդեցություն է ունենալու մեր եկամուտների վրա, որովհետև այնտեղ որոշ փոփոխություններ կան։ Իհարկե գիտենք, որ տնտեսվարողների համար կյանքը էապես հեշտանալու է, բայց արդյոք որտեղ այնտեղ շահութարկի հաշվարկի հետ կապված որոշակի վնասների չափն ենք մեծացնում եւ այլն, ունեն գնահատական, թե դա ինչպես է ազդելու մեր եկամուտների հավաքագրելիության վրա։ Պարոն Հակոբյան։ Շնորհակալություն հարցի համար, իրականում նախ առաջի մասին անդրադառնամ, պարոն նախարար, այդ մենք հենց այս հարցն ենք փաթեթային տրամաբանությամբ մոտեցել, օրինակ տենց տարբեր ժամանակաշրջաններում հավաքված խնդիրներ էին իրանք ու կարիք կար նույնիսկ ինչ-որ մի պահի դրանք լուծելու, բայց հենց այդ քաղաքականության ընդհանրությունից ելնելով մենք ոնց որ փաթեթավորեցինք իրան մի փաթեթի ներքո, ասենք վարչարության խնդիրները միանգամից մի փաթեթով մի տարվա մեջ փորձենք լուծել, այսինքն այդ սկզբունքին մոտենում ենք նաև այս տեսանկյունից եւ հետագայում կողմենք, որ եւ վարչարության եւ ընդհանրապես քաղաքականության փաթեթը պետք է միասնական մի փաթեթով գնա ազգային ժողով քննարկման։ Ինչ վերաբերում է ազդեցության մասով այս պահին թվային գնահատական կդժվարանամ հստակ հնչեցնել, բայց փոփոխությունները հիմնականում, եթե տենց իրար գումարային տրամաբանությամբ նայենք, իրանք էական ազդեցություն չեն ունենալու եկամուտների վրա, այսինքն չեզոքին մոտ են ավելի շատ լինելու եւ այդ տեսանկյունից կարծում ֆիսկալ տեսանկյունից անհանգստանալու կարիք չկա եւ ավելի շատ սա ձեր ասած տրամաբանության մեջ է տնտեսություն խթանել եւ վարչարության ծախսերը նվազեցնել եւ ուզում առիթը օգտագործել նաեւ այդ վարչարության ծախսերի մասին խոսեմ, որովհետեւ 25 թվականին մեզ հաջողվել է հասնել շատ հետաքրքիր ցուցանիշի 1-ից ներքև են գիչը, ինչ է դա նշանակում, որ 100 միավոր հարկ հավաքելու համար քանի դրամ ծախս է արվում վարչարության վրա, եթե նախկինում 1-ից բարձր, մենք հիմա 0.8-ից 0.9 դրամի տիրույթ ենք տեղափոխվել, այսինքն այդ վարչարության ծախսերի նվազեցումը եւ օպտիմալացումը շարունակական բնույթ է կրում եւ կշարունակի նաեւ առաջիկա տարիներին։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես մի պարզաբանում եմ ուզում ավելացնել նրան, ինչ որ պարոն Հակոբյանն նշեց, պարոն Հովհաննիսյան, մեկ օրինակով եթե քննարկելու լինենք, այդ փաթեթում կա մի կետ, որը վերաբերում է օրինակ կատնամթերք արտադրողների կորուստները ավելի մեծ չափով հարկվող շահույթից նվազեցման կամ հարկվող շահույթը որոշելու նպատակով նվազեցման իրավունքին։
Հիմա երբ որ պետական եկամուտների կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունը որպես քաղաքականություն սահմանել են, որ այդպիսի նվազեցումները չեն կարող գերազանցել համախառն եկամտի 1%-ը, դա չէր նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտները այդ կորուստները չեն ունենում, որովհետեւ կատնամթերքի շատ դեպքերում ունի օգտագործման ժամկետ։ Եվ եթե օգտագործման ժամկետը ավարտելու պահին արտադրողը չի կարողացել կամ վաճառողը չի կարողացել իրացնել արտադրողի ամբողջ արտադրանքը, իրենց պայմանագրի համաձայն վերադարձնում է։ Այդ կորուստը ըստ էության առանձին դեպքերում մնում էր տնտեսվարող սուբյեկտների կորուստ որպես, այսինքն իրական կյանքում կար, բայց մենք հարկերը հաշվարկելու ժամանակ հաշվի չէինք առնում։ Հիմա ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս այսօր համաձայնվել մի բանի, որին չենք համաձայնվել 3 տարի առաջ, 5 տարի առաջ։ Միայն այն, որ տեղի ունեցել թվայնացում եւ տեխնոլոգիական զարգացում այնպես, որ մենք հիմա կարողանում ենք գործընկերների մոտ նույնպես տեսնել այդ կատնամթերքը վաճառված է եղել եւ տեսնել առցանց, թե հետ է վերադարձվել էլեկտրոնային հարթակում ստանալով համապատասխան գրանցումներ։ Եվ որքան տեխնոլոգիաները եւ գրանցումները ավելի զարգանում են, այնքան պետական եկամուտների կոմիտեի մտահոգությունը, որ այդպիսի իրավունքը կարող է չարաշահվել, ավելի է պակասում եւ իրականությունը վերադարձվում է մեր հարկային հաշվառման դաշտ։ Այսինքն, այստեղ կորստի մասին չենք խոսում, ավելի շատ խոսում ենք նրա մասին, որ երևույթները կկոչվեն այսուհետ իրենց ճիշտ անուններով եւ տեխնոլոգիաների ավելի խորը կիրառությունը թույլ կտա, որ պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնի այն իրական վիճակը, որ առկա է տնտեսվարող սուբյեկտի տնտեսական կյանքում։ Ես կարծում եմ, որ երբ պարոն Հակոբյանը նշեց, որ մենք վարչարական ծախսերն ենք նաև նվազեցնում պետական բյուջե վճարվող հարկերի համեմատությամբ, հանրագումարի համեմատությամբ, դա շարունակական գործընթաց է լինելու, որովհետև եթե մենք այսօր արհեստական բանականության եւ թվային գործիքակազմի կիրառությունը դարձնում ենք ավելի կետային, այսինքն ստանում ենք կոնկրետ հարցերի պատասխաններ այն հատվածներում, որտեղ մարդու աշխատանքը երկար ժամանակ կպահանջի այդ հարցի ճիշտ պատասխան ունենալու համար, դա նշանակում է, որ մենք այդտեղ այդ մարդկանց օրեր ծախսելու կարիք չենք ունենալու, ինչը նշանակում է, որ ավելի քիչ հանրագումարով ծախս է առաջանալու։ Ես այս լրացումը կատարելով եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել այն կարեւորությունը, որ ունի թվայնացումը մեր օրակարգում եւ ժամանակակից գործիքակազմի այդ թվում արհեստական բանականության կիրառությունը եւ քանի որ պետական եկամուտների կոմիտեն պետական կառավարման համակարգում առհասարակ ամենաթվայնացված համակարգերից մեկը կարելի է համարել, որը կատարվել է հաշվի առնելով բիզնեսի կյանքը պարզեցնելու կարևորությունը, ուզում եմ վստահ լինել, որ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք ուշադիր լինել եւ ջանքեր գործադրել։ Լրացնելու բան ունեք, պարոն Հակոբյան։ Փոքր բան ուղղակի հետաքրքիր ստացվեց ձեր վերած օրինակը, պարոն փոխվարչապետ, կատնամթերքի ոլորտից խոսեցիք ու արհեստական բանականությունից նշեմ, որ անցած տարի նոր գործիքներ ենք ներդրել արհեստական բանականության ու ինքը արդեն ընդ որում հետաքրքիր է նայած կատնամթերքի ոլորտն ենք նաև պիլոտային նախագծումներ առել ու այս սրան զուգահեռ նաև հենց կայացնելու ենք այդ ոլորտի ստուգումները արհեստական բանականության գործիքակազմով եւ առաջիկայում նոր սերվերներ ենք ձեռք բերելու դրա հիման վրա տարածենք կարելի ասել բոլոր ոլորտների վրա ու այդտեղ էլ վարչարական ծախսերը էապես կնվազեն ձեր ասած տրամաբանությամբ Այլ հարցեր չկան այլ հարցեր եւ դիտարկումներ հարցը դրվում է քվեարկության ովքեր են դեմ նախագծի հաստատմանը դեմ չկա նախագիծը հաստատված է